Եվ մոտենալ նրանց։ Մեկ պահանջը Արցախից թալանված է, վերադարձնվի Արցախցուն։ Եվ ինչ պետք է անի Սամվել Շահրամանյանը։ Կոնկրետ այդ մասով մտածելու ես չունեմ, մտածելու ինքը ունի, երբ որ հելնի, խնդրում եմ այդպես միանգամից սեց ու տարով, կետակ ասեք ինչ պետք է անես։ Բայց ինքը հաղորդում տվել է։ Մեր նախագահան հաղորդման մասին ելենք տեղյակ, հաղորդման մասին ելենք տեղյակ, ցուցմունք տալու մասին ելենք տեղյակ։ Ոչ, հաղորդումը խիա մենակ տալիս։ Ներդրում Ինչի դատախազության առջև չի ակցիա։ Հաղորդումը խիա տալիս մենակ Արցախի ներդրումային հիմնադրամ։ Նախ Արցախում 100 հատ տեղ կար թալանելու, բոլոր նախարարություններով, բոլոր պողակներով, բոլոր այն ինստիտուտներով, որտեղ իրականում գործում էր պատավատապետություն։ Քանի տարվա թալան եք պահանջում։ Եթե ինձանից ես հարցնում 30 մինչև այսօր ինչքան թալանվել է, այդ եմ պահանջում։ Եթե թալանը չլներ, 100% իմացեք, ձեր հայաստանցի եղբայրները որ եկել, զոհվել են, հաստատ իմացեք, կեսից շատը չէին զոհվի։ Հատե թալանն ասա։ Շահրամանյանից եք պահանջում։ Ոչ, բոլորից։ Որտե մեր ներկայացուցիչը մեր նախագահան ինքն է, ինքը պետք է մեզ առաջնորդի։ 10,000 հոգի ելնում է հրապարակ ժողովուրդ։ Առանց ներկայացուցիչ մեկ անգլուխ ձիավորները չենք։ Բեգլայան արտակը գալիս է իմ հետ, էթում եմ Հայաստանի Հանրապետության դատախազության դիմաց Բեգլայան արտակի հետ ցույց եմ անում, որ թալանչիների դեմ, թալանչու հետ գնացել եմ, թալանչու դեմ պայքար եմ մղում։ Ինչի եք թալանչու հետ գնացել։ Չեմ գնացել, ես գնացել եմ ընդե արդեն տեսել ընդե։ Ասեմ։ Ինչու է Գիգամ Ստեփանյանը ձեզ հետ տարբեր հարցազրույցներ է ունեցել, ձեզ հետ կանգնած խոսում էր ինքը հավասարը հավասարի պես։ Հիմա ինչու եք դուք այսպես վերաբերվում։ Ես Գիգամ Ստեփանյանին այն գլխից շնորհակալություն եմ հայտնել, այնով իր հարցազրույցը գնդակահարել է։ Ես գիտեմ Գիգամ Ստեփանյանը հաստատ իմացեք ինքից լիարժեք հասկացել է ամեն ինչի մասին տեղեկացված է ինձանից էլ այսպես մի գրամ դժգոհ չի ինքը ես դες հավաստիացում եմ անձամբ ես ու Գիգամ Ստեփանյանը այսօր կկայնենք ABC-ին ժողովուրդ ABC-ին այսօր ես ու Գիգամ Ստեփանյանը կկայնենք այսպես պատորոկ արած իրար հետ որպեսզի հասկանաք որ մեր մեջ խնդիր չկա։ Եթե դուք կարողացել եք գալ մտնել այս շենք հանգիստ զրուցել, ինչու այսօր այդ տակտիկան չորտեգրեցիք։ Որտե գրեցի, ոչ, խի եք սխալ մեկնաբանում։ Բայց այդպես ձերը որն է։ 168 եմ նա, խի եք օրինակ այդպես մեկնաբանում։ Մենք եկել ենք, ոչ, սա ժողովրդի ներկայությամբ եմ ասում։ Մենք եկել ենք, խնդրել ենք դուռը բացեն։ Երեք չառաջի օրը անձամբ ես եմ բանակցել նախագահի հետ, որ մեզ պետքա ինքը հելնի այն դեկայնի ժողովուրդը ստե հանգիստ կայնեն, առանց որևիցե մի ու գորգորոց, ջղայնոց, այս մեկ են մեկ։ Գորգորոցը սկսեց նախաձեռնության այս հիմնադիրը, երբ որ մարդկանց Եթե իմ տան դուռը իմ դեմը փակում են, էդի բացել է պետք իմ կողմից, տան տղամարդը ես ում, տա բացել է պետք, բացել, ու բոլորս ստե, բոլորս։ Դե տան դուռը, Արցախի դուռը փակել են։ Արցախի դուռը փակողի տեղներ գիտենք, Արցախի հարցով ինչքան որ պետքա պայքարենք, այդքան պայքարելու էլ է, ով է կասկածում է, որ Արցախցին կարող Արցախը ուրացել է, թե միան ամուսին։ Պարոն Սարգսյան, ձեզ առաջարկում են 5 հոգանոց խմբով մտնել։ Ղալաթ հնանում։ Դուք չեք համաձայնվում, բայց այստեղ միայն դուք եք խոսում։ Ասում ղալաթ հնանում։ Ինչու այստեղ բոլորին ձայն չեք տալիս։ Սաղը, մի րոպե, չես սպասի պատասխանի, Արտուր թո պատասխանին բրատ արխային, որովհետև սեստը եկել են ու ժողով անձամբ ինձանից, Արտուրից, մեր մնացած բոլոր ընկերներից ով մեկը մյուսի հետ խոսալով եկել աստե, կթողես հարցդ պատասխանեմ, հիմա ասենք այդ որ ասում ես դες համար ամոթ չի, ամոթը իմ համար գիտես որն է, հա? 1000 ձևի ամոթ կա, 1000 ձևի, որը որ էսպայի դրությամբ ասեք տենում են, որ լարագրողը ոնց է գալիս ու այն հարցը որը որ պետք է տա, որ չի ասում խի եք ընդունում, որ ձեր նախագահան ձեր դեմը դուռը փակում է, այդ հարցը տալու տեղ ասում ամոթ չի որ ձեզ սենց եք պահում, չէ, ամոթ չի, մենք ամոթ է, որ մինչև այսօր մեզ սենց ենք պահել, ժողովուրդ, մեր խնդիրը մեր ամոթը մենակը տեղակայացել, որ մինչև այսօր մեզ սենց ենք պահել մենք։ Մնացածը հանդիպումից հետո։ Ներկայացուցչությունից ասացին, որ արցախցիներին բաժանել Հայաստանի իշխանության քաղաքականություն։ Ղալաթ արալ։ Բայց հիմա դուք փաստացի բաժանում եք արցախցիները։ Խմբերի եք բաժանում։ Ասում են բաժանում են որտի։ Ասում են բաժանում են, ես էլ ասում եմ ասող քակա։ Բայց այդ հայերը եթե ապիճ չանատեն։